Նախ 18 թվականին Բարգավաճ Հայաստանի դեմս Գագիկ Ծառուկյանի ձեր հետ եղել է կոալիցիայի մի մաս, ձեր կոալիցիայի մի մաս, այդ բոլոր ժամանակների կաշառակեր թե կաշառք տվող մարդու անունը, որ տալիս եք անհասկանալի է, ու նաև ես ուզում եմ բարձրաձայնեմ, որ այստեղ պետք է նստած լիներ 4-րդ ֆրակցիան, որը նստած չի։ Հիմա ես ուզում եմ հարցը ձևակերպել, երկու հարց ունեմ ես, խոսքեցիք նոր տնտեսական պրոյեկտների, տրանսպորտային համակարգի, երկաթգծի վերաբերյալ։ Տեսեք, 19 թվականին Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան պետական երկաթուղիները եռակողմ համագործակցության հուշագիր են ստորագրել։ Նպատակը ռուսական բերումների փոխադրումն էր։ Եվ ինչն է հետաքրքիր, ստեղ էլ խնդիր կա, որովհետև գալիս են մինչև ախր ստիպված փոխում են գծերը, որպեսզի կարողանան ապրանքը տեղ հասցնել։ Հիմա չեմ կարողանում փոքր հասկանալ, թե այս պարագայում Ռուսաստանի հետ կապված խնդիրն ինչ է կոնցեսիոն համաձայնագրի, որովհետև ամենաշատ ռուսական շահն է հետապնդում, որպեսզի այլընտրակային երկրորդ երկաթգիծը լինի։ Եվ եթե այս պարագայում ռուսական կողմից մերժում լինի, չընդունեն ձեր առաջարկությունը կոնցեսիոն կառավարումը հանձնելու երրորդ երկրի կամ հետ Հայաստանին, որն է լինելու ձեր քայլը, որն է լինելու Հայաստանի քայլը, եւ դրա հաջորդ մյուս հարցը, որ ունեմ, տարածաշրջանային տնտեսական այս պրոյեկտներին մասնակից դառնալու համար Հայաստանը պետք է արդիականացնի ենթակառուցվածքները եւ նորովի նորերը կառուցի։ Հիմա մենք գիտենք ինչ գումարի մասին է այդ խոսքը, նույն թրիպի շրջանակում, երկաթգծի շրջանակում, որտեղից ենք վերցնելու այդ փողը ու կա տնտեսական հաշվարկ, այսինքն տարեկան եկամուտ Հայաստանը ինչ է հետապնդելու այս տնտեսական պրոյեկտների հետ կապված։ Կաշկանդված չեմ ցանկացած փաստ արձանագրելուն, դա մեկ, երկրորդը, եթե Բարգավաճի մասին խոսում եմ, առարկայական շուրջ 60,000 ձայնի մասին եմ խոսում, բայց ես խնդրում եմ պատասխանեք իմ երկրորդ հարցին, որին չպատասխանեցիք։ Այսինքն այդ ենթակառուցվածքների, այսինքն նոր տնտեսական պրոյեկտներին մասնակից դառնալու համար մեզ որքան գումար է պետք, այսինքն ինչ ծավալի գումար պետք է մենք ներդրում կատարենք նույն թրիպի շրջանակներում, եթե նոր երկաթգիծ է, երկաթգծի շրջանակում, հաջորդիվ մենք տարեկան ինչքան եկամուտ կա դրա տնտեսական հաշվարկները, թե չկա դրա տնտեսական հաշվարկները, վերջնական արդյունքում հասկանանք այդ պրոյեկտները ինչ են հետապնդում, մեր հայկական շահը տեղ որն է, մեր ժողովրդի շահը որն է, զուտ տնտեսագիտական թվերով արտահայտված։